Ես ողջունում եմ մեզ միացած հարգելի ռադիո լսողներ եւ ռադիո դիտողներ, միացրել եք 106 եւ 5 հաճախականությունը։ Ուզում եմ հիշեցնել, որ կարող եք մեզ թվային հարթակներում նույնպես դիտել, եթե չհասցնեք հաղորդումը լսել ամբողջությամբ։ Թարմ ուղեղով այսօրվա իմ զրուցակիցը Գոր Կարապետյանն է, գործարար, հաջողության թաքնված կողմը, պրոակտիվ առաջնորդը, գրքերի հեղինակ, իսկ այսօր մենք խոսելու ենք արդեն 3-րդ գրքի մասին, որը շուտով լույս է տեսնելու։ Գորջան, բարի օր։ Ողջույն։ Շնորհակալ եմ շատ։ 3-ը լավ թիվ է, չէ՞, կարծում եմ։ Շատ։ Ինքը ամբողջականություն ենթադրող թիվ է։ Եվ բացի դա, 3-րդ գիրքը ինչով է նշանավորվելու։ Կոչվում է LinkedIn 101։ Այս հարցը ի սկզբանե ինձ մոտ առաջացավ 101 թե 101։ Ինչու 101։ Նախ շնորհակալ եմ հրավերի համար, շատ հաճելի է միշտ ձեզ հետ զրուցել, Մոնիկա ջան։ Ինչու 101 գիրքը որպես ուղեցույց է գրված հատուկ բիզնես առաջնորդների, բիզնես ղեկավարների համար, ինչպես LinkedIn-ը օգտագործել իրենց անձնային բրենդը կառուցելու կամ զարգացնելու նպատակով ու սկզբից մինչև վերջ փորձում են քայլ առ քայլ ուղեկցել ոնց որ ընթերցողին այդ տրամաբանության մեջ։ Տվյալ դեպքում 101-ը հենց դա է ենթադրում, տամպես գրականության մեջ ընդունված է, երբ որ ասում ենք 101, դա ոնց որ քայլ առ քայլ ուղեցույցի մասին է խոսքը։ Այսպես։ Հարցեր են լինելու։ Հարցերով է առաջնորդվում գիրքը։ Լավ, միտք եք ասում, այո, իրականում ամեն գլուխ ամփոփվում է 10-ական հարցով, որոնք հաճախ տվող հարցերի տրամաբանության մեջ են տվյալ կոնտեքստում, որը օգնում է ընթերցողին, բացի եթե գլխի մեջ ինչ-որ մեծ նյութ բաց է թողել, այդ հարց ու պատասխանների միջոցով նախ այդ հարցը որպես գեներացվի ինքնին իր մեջ եւ նաեւ գտնի դրա կարճ պատասխանը։ Դա ուզում հասկանալ, բովանդակության մեջ ամբողջովին պատասխանը կա, թե մտածելու տեղ եք թողնում։ Որոշ տեղերում կա իհարկե մտածելու տեղ։ Փորձենք գլուխներով մի փոքր հասկանալ, թե ինչի մասին է, այսպես վերացական է շատ թվում կողքից։ Կասեք, թե ինչ գլուխներ են, ինչպես է մարդուն օգնելու, ով կարող է ձեռք բերել եւ մտածել, որ իրեն կօգնի այդ ճանապարհին գործարարության մեջ։ Մինչ դա ես եթե թույլ կտակ կուզեմ ընդհանրապես LinkedIn-ի մասին խոսել, որովհետեւ մենք խոսելու ենք անպայման LinkedIn-ի մասին, բայց այդ հիմքը կարևոր է շատ։ Այդտեղից սկսենք։ Տեսեք, ես այսպես եմ ասում, որ LinkedIn-ն այսօր աշխարհի ամենամեծ բիզնես կենտրոնն է։ Այսօր ասում են դա Նյու Յորքն է կամ Լոնդոնն է, բայց աշխարհի ամենամեծ բիզնես կենտրոնն է, որտեղ կան 65 միլիոն B2B մարքեթինգի տերմիններով ասած որոշում կայացնողներ եւ 10 միլիոն բարձր ուղղակի ղեկավարներ։ Այսինքն սա մեծ խտությամբ բիզնես ինտենտով սոցիալական ցանց է, նույնիսկ սոցիալական ցանց ասելը նվաստեցնում է պլատֆորմի բունեությունը, բայց ինչ ուղղակի դա չի էլի։ Այո։ Ու ես 16 թվականից թվական հարթակում վերջի մի քանի տարիներին եմ ակտիվ ու նաեւ ինձ համար LinkedIn-ը ունի եւ on-line եւ off-line այսպես ասած հարթություններ, մենք ձեզ մոտ հյուր ենք եղել, խոսել ենք մեր միջոցառման մասին, LinkedIn local, որը այդ գրքում շոշափող թեմաների լավագույն ոնց որ արտացոլումներից է, որ ոչ միայն մենք հենց գիրքի ինքնին չի խոսում on-line հարթակում ինչպիսին լինել, այլ նաեւ networking-ի ժամանակ կապեր ստեղծելու եւ այլն։ Եվ այս տարիների ընթացքում մոտ 6-ից ավել LinkedIn local անելու արդյունքում, որտեղ հարյուրավոր գործարանների հետ հենց այս թեմաներով շփվել եմ։ Իմ խորհրդատվական հանդիպումները կամ ծառայությունները, որոնք մենք մատուցում ենք, կամ առանձին բիզնես ակումբների համար տրեյնինգները, այս փորձից ելնելով, այսինքն ինչ խնդիրներ ունի հայ գործարարը LinkedIn-ի տրամաբանության մեջ եւ ընդհանրապես դիրքավորման առումով, հավաքագրել եմ եւ վերածել եմ քայլ առ քայլ ուղեցույցի, որը առաջի գլխից արդեն գալով հարցին, մինչեւ վերջի գլուխ օգնում է, այսպես ասեմ, փիլիսոփական մակարդակից սկսել, ինչպես եմ ես ուզում ինձ դիրքավորեմ, ով եմ ես, մի քիչ սփոյլ անեմ, որն եմ կյանքի բառը, այդ կետից գալ մինչև ինչպես վաճառք անել LinkedIn-ի միջոցով։ Այդ ընթացքում մենք խոսում ենք բովանդակություն ստեղծելու մասին, խոսում ենք կապերը փոխհարաբերության վերածելու մասին։ Գոր ամբողջովին ձեր փորձն եք հաշվի առնելով եւ հիմքում դնելով գիրքը գրել, թե ամեն դեպքում ուսումնասիրություններ արել եք։ Իհարկե արել եմ ուսումնասիրություն, միայն իմ փորձով շատ սահմանափակ կլիներ։ Գրքում կան մոտավորապես 25 պլյուս քեյսեր, այսպես ասեմ,
եւ ինձանից եւ հայկական իրականությունից եւ գլոբալ։ Ուսումնասիրել եմ տվյալ ժանրի գրականություն, հենց տվյալ թեմայի գրականությունը ինչպես է կազմված եւ իհարկե հաշվի եմ առել, բայց հիմնական հենքը, եթե անկեղծ, իմ տրեյնինգներն են։ Ես հատուկ կոնցեպտ ունեմ, ինչից եմ սկսում, ինչն եմ շեշտադրում եւ տեսնում դրա արձագանքը եւ միշտ այդ իմ երկու գրքերն էլ այդպես են եղել նախորդ արձագանքն է ստիպել ոնց որ վերիֆիկացրել է գաղափարը որ ես այն վերածեմ արդեն տպագիր ավելի վստահ խոսքի Հայաստանյան շուկայում LinkedIn հարթակը ոնց է ընկալվում ընդունվում գործարար համայնքի համար հատկապես ես ամեն դեպքում այդքան ակտիվություն չեմ նկատում ինչքան որ դրսի շուկայի համար է դա այդքան ավելի շատ ընկալելի ու ընդունելի ինչն է խնդիրը ու ոնց կարելի է լուծել արդյոք դուք եւս այս մեկ քայլով դրան կաջակցեք Մինչև դուք կաք հարթակում Ես կամ բայց չեմ օգտվում որովհետեւ գլուխ չեմ հանում Հասկացա Ես այստեղ եմ ձեզ համար մոտ, ինչպես նաև գիրքերս գրված է նաև այդ խնդիր ունեցող այլ մարդկանց համար։ Իրականում ճիշտ եք, որպես սոցիալական ցանց, ասենք, եթե համեմատենք Facebook-ի, Instagram-ի, TikTok-ի, նույնիսկ Snapchat-ի հետ, user-ները շատ ավելի քիչ են օգտատերերը, մոտ 480,000, ու բայց դա մյուս կողմից մեծ հնարավորություն է բացում այն մարդկանց համար, ովքեր նոր են սկսում, որովհետև մրցակցությունը ինչ-որ առումով թույլ է։ Բայց LinkedIn-ը շատ հզոր գործիք է։ Շատերն ասում են, որ դա Հայաստանում այդքան արդիական չէ, ուղղակի չեմ պատկերացնում, որ ինչ է կատարվում կամ ինչ հնարավորություններ ունի գործիքը, հարթակը։ Վերջի տարիներին, եթե անկեղծ լինենք, եթե մի ժամանակ այդպեսի մի ինչ ասեմ, բարդույթ կար, հիմնականում անգլերեն էին խոսում մարդիկ, հիմա հայկական բովանդակությունը թույլ, բայց կա ու կան մարդիկ, ովքեր գրում են ու շատ լավ բովանդակություն են ստեղծում, կարելի է հետևել, կրթվել Ես նկատել եմ, որ հայ օգտատերերը նույնպես անգլերենով են փորձում գրառումներ կատարել, հրապարակումներ անել, դա ինչով է պայմանավորված, կապ ստեղծել դրսի շուկաների հետ, դա հիմնական խնդիրը։ Այստեղ երկու շերտ կա իրականում, առաջինը մի քիչ, այսպես ասեմ, եւի այդ vibe-ն է, LinkedIn-ի vibe-ն է այդպես թելադրում, բայց երկրորդ ավելի տրամաբանականը, ես ինքս անգլերեն եմ գրում, թե ում համար ես դու գրում այսա խնդիրը։ Հիմա ես LinkedIn-ում ավելի շատ հենց հարթակ օգտագործում եմ իմ միջազգային գործընկերներ ներգրավելու, մեր ընկերությունը միջազգային պլատֆորմում ներկայացնելու համար։ Հետևաբար իմ երկխոսությունը իմ պոտենցիալ հաճախորդի հետ անգլերեն է, սա է տրամաբանությունը, բայց որոշ ժամանակ առաջ հայերեն էր։ Այ հետաքրքիր է, արդյոք այն մարդիկ, ովքեր ազդեցություն ունեն LinkedIn հարթակում կամ թելադրող մարդիկ են, իրենք նաև LinkedIn-ից դուրս են այդպիսին, հատկապես հայկական շուկայի համար, դուք ոնց եք նկատել, համ օֆլայն եք եղել, համ օնլայն եք եղել, նույն մարդիկ էին այդտեղ։ Հետաքրքիր հարց եք տալիս։ Հիմնականում այո, բայց կա այդ դիսոնանսը շատ դեպքերում, քանի որ LinkedIn-ը մի փոքր ավելի ինչպիսին է Instagram-ը, այսպես ասած, երջանիկ ինչ-որ վայր է, բոլորը ցույց են տալիս։ Այո, ֆիլմային տրամաբանություն։ Որտեղ են ճամփորդում, որտեղ են հացուտում եւ այլն։ Facebook-ն ավելի տոքսիկ միջավայր է։ LinkedIn-ը ավելի գործարար է, որտեղ մարդիկ փորձում են իրենց ներկայացնել, որ ավելի կայացած են, շատ հաճախ ավելին քան կան։ Ու այստեղ եթե մի փոքր ավելի շատ ջանք են անում, մեծ դիսոնանս է առաջանում իրական կյանքի եւ on-line երևացող ազդակների միջև հանդիպել եմ, բայց դրան կարելի ասել բացառություններ են եղել։ Ում համար է ավելի շատ կիրառելի LinkedIn հարթակը, որովհետև շատ հաճախ մարդիկ մտնում են այդ հարթակ պարզապես աշխատանք փնտրելու համար ու անկախ ոլորտից։ Դուք քանի որ փորձ ունեք, կուզեմ իհարկե գրքի մեջ ինչ ներկայացված է չբացենք փակագծերը, բայց ինչ կարելի է որ այսպես ուղղորդենք դեպի այդ կողմ, նաև դեպի գիրքը, որպեսզի մարդիկ հետաքրքրված լինեն։ Նախ արձանագրենք, որ գիրքը իր բնույթով եւ տրամաբանությամբ կառուցված է ավելի շատ բիզնես ղեկավարների համար։ Ու իհարկե այնտեղ ուսանողները, աշխատանք փնտրողները, HR-ները իրենց համար շատ կիրառելի օգտակար բաներ կգտնեն, բայց հիմնական երկխոսությունը բիզնես առաջնորդի հետ է։ Այս շատ կարևոր ակցենտ է, որ ուզում եմ այստեղ անել։ Հիմա բիզնեսի տեսանկյունից եթե նայում ենք, ինչ կարող է տալ բիզնեսին, գործընկերների որոնում, կարող է տալ հաճախորդների որոնում,
կադրերի որոնման հնարավորություն բիզնեսի տեսանկյունից։ Եթե նայենք զուտ մասնագիտական, ես մասնագետ եմ, ինչ կարող է տալ ինձ LinkedIn-ը, այո, դա շատ հրաշալի հարթակ է իմ մասնագիտական հմտությունները ցուցադրելու համար, ցուցադրելու բարելավ իմաստով, այսինքն կիսվելով գիտելիքով, օգտակար լինելով լսարանին եւ ստեղծելով ցանց։ Այդ այնքան հետաքրքիր է Մոնիկա ջան, ուրեմն ես միշտ ասում LinkedIn-ը թերևս ամենաազնիվ հարթակն է, որովհետեւ դու ստանում ես այն, ինչ որ տալիս ես, ի տարբերություն այլ սոցիալական հարթակների, որտեղ մի անկապ երգը կամ պար կարող է դառնալ trend ու տվյալ օգտահաշիվը դառնալ, չգիտեմ, ինչ-որ շատ ինֆլուենսեր, պահանջված, ազդեցիկ, այստեղ դա լինում է ժամանակի ընթացքում, կուտակային էֆեկտի արդյունքում։ Դու դիրքավորում ես քեզ, որ ես այս լրագրողն եմ, եթե բիզնես լրագրող եմ, ու դու խոսում ես այդ թեմաների մասին, կիսում ես քո մտածողության մասին, ինչպես ես դու հարցերը տալիս, ինչպես ես հյուրեր ընտրում եւ այլն, ու դու ստեղծում ես ընկալում քո մտածողության մասին։ Ու դու ժամանակի ընթացքում դառնում ես այն մեկը, ով տվյալ ոլորտին, եթե ինչ-որ մեկը առնչվում է, առաջինը քեզ է հիշում։ Հետևաբար հարթակ որպես այդպեսին, թե ուսանողին, որը դեռ սովորում է, ես հանդիպում եմ համալսարաններում, ասում եմ, հենց այս սեմինարը վերածեք բովանդակության, ինչ սովորեցիք, կիսվեք, շատերը դրա կարիք ունեն, ու շատ խելաց ուսանողներ այդպես էլ անում են։ Բիզնես միություններում կամ ակումբներում, որտեղ ես անդամ եմ կամ անդամ չեմ, զուտ հրավիրում են, գործարաններին եմ նույն բանը ասում։ Էլ չասեմ, որ երևի թե Հայաստանում այս բան ամենաակտիվ օգտատերերը կամ կատեգորիան, որով սպառում է LinkedIn-ը, դրանք HR-ներն են, որոնք օգտագործում են recruitment-ի կադրային գործի, այսպես ասած, համար, մարդկային ռեսուրսներ հավաքագրելու համար եւ նաեւ գործատուի բրենդինգի ոնց տրամաբանության մեջ։ Եվ ուսանողը, եւ որոշակի մասնագետը, եւ միջին ուղակի ղեկավարը, եւ բիզնես սեփականատերը բոլորի համար կան ստեղծված հրաշալի գործիքակազմ LinkedIn-ում, որ լավագույնս կարող են իրացնել եւ ծառայեցնել այդ ամեն ինչի իրենց նպատակներին։ Շատ լավ։ Ամեն դեպքում ես ճիշտ հասկացա, որ երբ գիրքը ձեռք բերեն սկսեն ընթերցել, կարող են շատ գործիքների տիրապետել, հասկանալ ինչպիսին է կառուցված այս հարթակը։ Այո, իհարկե։ Նախ գիրքը ինքնին բավական ինտերակտիվ է, որովհետև ինչպես նախորդ գրքերի դեպքում այնպես էլ այստեղ ես QR-ներ եւ փորձել եմ այլ ժամանակակից տեխնոլոգիաներ կիրառել, որոնք գիրքը բացի տպագիր նյութից դարձնում են ավելի կիրառական ու ոնց որ հավելել արժեքով մի նյութ, որտեղ ներառված են ոչ միայն գործիքների ցանկեր, այլ նաև, ինչպես ասում են, թեմպլեյթներ, ուղեցույցեր, հանձնարարություններ, որոնք ամեն գլխում գլխի սովորածը փորձում են վերածել կոնկրետ որևէ մի գործողության, որը ընթերցողը պետք է անի, եւ անցնելով այդ ճանապարհը ինքը ակետից բեկետ հասնելով ինքը որոշակի պատկերացում է ունենում, ավելի ստույգ կարելի ասել իր դիրքավորման մասին, ում համար է ինքը աշխատելու, ում համար որ աշխատելու ինչ խնդիրներ ունի, հետեւաբար այդ խնդիրներից ելնելով ինքը ինչպիսի բովանդակություն պետք է ստեղծի, որպեսզի այդ խնդիրներ ունեցող մարդիկ իրեն նկատեն։ Ինչքան ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի LinkedIn-ը հասկանա, թե դու ով ես, ինչի հետևից ես գնում, ինչ թիրախներ ունես ու որպեսզի այդ ձեր ասած վերջին ազդակները տա, փորձի այն ինչ դուք իրեն եք տվել վերադարձնի ձեզ։ Հետևականություն շատ կարևոր բան է այստեղ։ Իմ փորձով կարող եմ ասել, իմ փորձով որ ասում նկատում եմ եւ իմ եւ այն մարդկանց ում հետ ես աշխատել եմ, 3-ից 6 ամիսը բավարար ժամանակահատված է, նույնիսկ 3 ամիսը, եթե կարող եմ հեշտացնել, որ երբ որ մարդը բավարար հետևականություն է ցուցաբերում, պրոֆայլը ճիշտ է կազմվում, որտեղ կան հատուկ սկզբունքներ, ինչի մասին գրքում մանրամասն կետարկետ գրված է օրինակներով եւ լավագույն փորձի մասին ինֆորմացիայով, երբ որ դու բովանդակություն ես ստեղծում քո պրոֆիլին համապատասխան, ինչպես որ քեզ դիրքավորել ես, ու դա անում ես հստակ պարբերականությամբ, ոչ թե այսօր մուսաս եկել է 5 գրառում անեմ, այսօր ձունա եկել տրամադրություն չունեմ, աշխատանք որպես դիտել դա։
նույնիսկ վերածել հաճույքի, ինձ համար դա նաև հանգստանալու ձև է դարձել։ Ես օրինակ ամեն օր գրառում եմ անում, ամեն առավոտ 7:45 ես գրառում եմ անում ու շատերը կարդում են, ոգևորվում են, շատերի համար դա մոտիվացիոն է, ոչ թե համար կրթական, ինչեւ, բայց չեմ ասում ամեն օր արեք։ Հետևականություն, շաբաթը 1-2 դու ես որոշում, բայց այն հետևականություն, որ ֆիքսել ինչ-որ պարբերականություն պիտի ֆիքսել։ Պետք է պահել դա։ Երբ որ ունես հստակ դիրքավորված պրոֆայլ, ով ես ում համար ինչ խնդիր ես լուծում, ենթաբաժինները լրացված են, ունես բովանդակություն եւ նաեւ ակտիվ կապ ես ստեղծում, network ես ստեղծում LinkedIn-ում, շատ կարևոր է, որպեսզի այնտեղ ունենաս քո, այսպես ասած, սատարման ցանցը, ում դու ես սատարում, ովքեր քեզ են սատարում։ 3-ից մինչև 6 ամիս, նվազագույն 3 ամիսը հավատացեք բավարար է, որպեսզի դու արդեն ստանաս հետաքրքիր գործնական առաջարկներ, հրավերներ, ելույթ, օրինակ իմ փորձով ասեմ, podcast հրավեր, տեղական կամ դրսի, ելույթի հրավերներ, գործակցության առաջարկներ, ինչ որ պրոդուկտների հետ affiliate marketing-ի եթե ծանոթ եք, լոգիկայով աշխատել։ Մի խոսքով, դու սկսում հասկանում ես, որ քո activity-ին արդեն սկսում է արդյունք տալ, կարելի ասել կապիտալիզացվել։ 3 հարթակ վերցնենք. Facebook-ը, Instagram-ը, LinkedIn-ը։ 3 հարթակներում էլ անձի բրենդավորման հարցը կարծում եմ դրվում։ Մարդիկ մտնում են հարթակ, որպեսզի իրենց ցույց տան, իրենց արած գործը ցույց տան։ Ինչու հենց LinkedIn-ը ընտրել։ Եթե օրինակ նշեցինք, որ Instagram-ում ավելի հեշտ է կարծես թե դա անել, ինչու մարդիկ գնան բարդի հետևից։ Իսկ ով ասաց, որ բարդ է։ Բարդ չի։ Ոչ։ Չէ։ Չէ։ Լավ հարց է շատ, այս հարցը նախորդ մի հաղորդման ժամանակ էլ տվեցին, տեսեք։ Ի տարբերություն Facebook-ի, որ նշեցինք, տոքսիկ կամ խառը միջավայր է, չէ՞, որտեղ մարդիկ լուրեր են սպառում կամ կիսվում են, տենց տարբեր ավելի քաղաքական կյանքեր են քննարկում եւ այլն։ Instagram-ը ավելի տենց ցուցամոլության ոնց որ որոշակի շերտ ունի։ LinkedIn-ի հմայքը նրանում է, որ այնտեղ լինող մարդիկ շատ կարևոր նրբություն է։ Իրենք արդեն այնտեղ են business intent-ով, business մտադրությամբ։ Այսինքն այնտեղ լինող մարդը այնտեղ է, որպեսզի կամ արժեք տա, կամ ստանա, ու այդ ամեն ինչը որոշակի բիզնես տրամաբանության մեջ, դա եթե աշխատող փնտրող մասնագետ է կամ գործարար կապ չունի, նկատի ունեմ, եթե դու այնտեղ ես, քո այնտեղ լինելը որոշակի գործնականություն է ենթադրում։ Դու այնտեղ ուղղակի առօրյա քո, չգիտեմ, ռեստորանում կերակուրը չես նկարում տեղադրում, այդպես էլ են անում, բայց հիմնականում այդպես չի, եւ միևնույն ժամանակ քաղաքական ինչ-որ կոչեր չես անում։ Այնտեղ քո հենց միջավայրին պիսին, որ քեզ ստիպում է, որ դու լինես մաքսիմալ գործնական այն թեմայի մեջ, որ մեջ դու քեզ ներկայացնում ես։ Հետևաբար այդ հարցի պատասխանը ինչու, որովհետեւ այնտեղ խտացված մարդիկ քեզ ավելի լավ կհասկանան, կամ Facebook-ում կամ Instagram-ում։ Շատ լավ, իսկ գրքում անձնային բրենդը ոնց է ներկայացվում։ Նախ մենք խոսում ենք երևույթի մասին, իրական գործիք է իրականում, թե նպատակ է։ Գործիք, իհարկե գործիք է։ Այդ հանքից որ ժամանակ առաջ, տարիներ առաջ ես քան լուրջ չէ վերաբերում դրան, ու ես սփոյլ չանեմ, բայց գիրք հենց սկսվում մի պատմությամբ, որ իմ հետ ա եղել, ու հենց դա եղել ազդակ, որ ես սկսեմ այդ մասին մտածել, դա կարևոր է թե չէ, դա նպատակա թե միջոց, դա կարևոր է թե չէ, բայց ներկա դարում, երբ որ հատկապես մենք խոսում ենք գլոբալ շուկաների մասին, երբ որ քեզ դու ուզում ես հասնես Միացյալ Նահանգներ կամ Միացյալ Թագավորություն կամ չգիտեմ Կանադա, եթե դու չդիրքավորես քեզ, մարդիկ չեն իմանալ, օքեյ, փոքր շուկայում կիմանան իրար մասին կպատմեն, բայց որպեսզի դու ավելի լայն շուկայի հասնես, դու պետքա դիրքավորես քեզ, բնականաբար դա պետքա լինի ազնիվ հենքի վրա, ու գիրքը հենց դրա մասին է սովորեցնում, որ նաև դուք էլ այդ հարցը տվեցիք, որ դիսոնանսը չլինի, ես ինչպիսին եմ կյանքում եւ ինչպիսին ճեղքը չլինի, էլի։ Վերադառնալով գրքին, սպասվում է ամսի 7-ին ցուցադրություն, ցուցահանդեսը, շատ են լինելու հրավիրվածները, մեծ միջոցառում է տեղի ունենալու, այդ մասով եւս փորձենք հասկանալ ինչա սպասվում այդ օրը, վաճառք արդյոք արդեն լինելու այդ օրվանից։ Շնորհակալ եմ հարցի համար։ Իրականում շատ մեծ խոշոր իրադարձություն է սպասվում, որովհետև գիրքը ես արդեն սա իմ երրորդ գիրքն է, հրատարակում եմ Նյումեկ հրատարակչության հետ համատեղ,
որը փետրվար ամիսը վերածում է ամենամեծ գրքային իրադարձության Հայաստանում։ Ես 1-2 թիվ ասեմ, իմ երկրորդ գիրքը էլի 2 տարի առաջ տարակեցնի մեկը Դվին հյուրանոցում էր մոտ 15000 մարդ էր մասնակցել այդ ողջ օրվա միջոցառմանը, իսկ շնորհանդեսներին 1000-ից 1200 մարդ դալիճում ներկա լինող։ Այդպիսի միջոցառում է սպասվում մեզ, այսինքն մի քանի տասնյակ հազար մարդիկ են գալու, գնան, շատ հագեցած ծրագիր կա, մի քանի այլ հեղինակներ էլ կան, որոնք գրքեր են հրատարակելու, համերգային ծրագիր կա եւ այլն։ Հագեցած օր է։ Շատ հագեցած է։ Իմ մասը նախատեսված է, ինչպես նշեցիք, փետրվարի 7-ին ժամը 14:00 Դվին Music Hall-ում, որտեղ ես կներկայացնեմ գրքի հիմնական կոնցեպտը, կլինի ինտերակտիվ ինչ-որ մի քանի տարեր լսարանի հետ, եւ իհարկե կլինի նաեւ գրքի ստորագրում եւ, ինչպես ասում են, լուսանկարվում հեղինակի հետ։ Այցելուները հետաքրքրված են պարզապես գրքերով, թե թեմատիկայով։ Հետաքրքիր բան եք ասում։ Գիտեք, քանի որ իմ առաջի երկու գիրքը մի փոքր այլ ժանրի է, առաջի գիրքը կարելի ասել հաջողության թաքնված կողմը հմտությունների մասին էր։ Երկրորդ գիրքը առաջնորդության մասին էր, որոնք մի փոքր ավելի լայն լսարան են ենթադրում։ Երրորդ գիրքը ավելի դիրքավորման կամ հեղինակության մասին է։ Հետևաբար կարծում եմ, որ այստեղ շատ մեծ լսարանի փոփոխություն է տեղի ունենալու իմ լսարանի, հիմնականում գործարարներ են լինելու, մենեջերներ են լինելու, ովքեր իսկապես ոչ թե գալիս են լայն թեմաների համար, որոնք բոլորին կարող են վերաբերել, այլ գալու են հենց որտեղ թեման է հետաքրքիր։ Գիրք հրատարակելը որքանով է անձի բրենդավորման մաս կազմում։ Գիտեք, ցանկացած հանրային ակտիվություն դա անձնային բրենդի կամ նպաստում է կամ վնասում է դրան։ Որքանով է գիրքը օգնում էլի։ Հիմա եթե անկեղծ ես երբեք չեմ մտածել գիրք գրեմ, որ դիրքավորեմ ինձ, որտեվ եկել է պահանջից, օրինակ առաջի երկու գիրքը եկել են մեր երկրի սոցիալական կրթական։ Ինչ եմ հարցնում, որտեվ կան շատ մարդիկ, ովքեր ոչինչ չանելով, պարզապես որոշում են գիրք գրել։ Հասկանում ձեր հարցի կոնտեքստը, այո։ Երրորդ գրքի դեպքում, տեսեք, քան որ ես իրոք վերջի 2 տարիներին ես հաշվեցի մոտ 1200 գործարարի հետ շփվել եմ այս թեմայով։ Դա լինի սեմինար, անհատական խորհրդատվություն, թե ինչ-որ դասընթաց։ Ես միշտ այսպես եմ ասում, ինչին ես հավատում եմ, վերածում եմ գրքի։ Իհարկե սկզբունքային բաներին եմ վերաբերվում։ Արխիվացման տարբերակն է դա։ Այո, նախ իմ սովորածը արձանագրելու ու ավելին սովորելու մեթոդը շատ լավ, որտեղ դու մեծածավալ ինֆորմացիայի հետ ես շփվում, ուսումնասիրություններ ես անում, եւ երկրորդը դու ճանապարհ ես հարթում այլոց համար։ Եվ դա թվայինին կարելի է միշտ 100%-ով վստահել։ Թվային։ Թվայինին, առհասարակ ինչը թվային արդյոք պետք է վստահել այն ինչ որ կա միշտ այնտեղ թողնել։ Որ համատեքստում եք հարցնում։ Նկատի ունեմ գրքի վերածելը կարծես թե լավ միջոց է արխիվացնելու, էլի։ Այո, իհարկե ցավալի է, բայց նաև փոխվում է այդ ֆիզիկական գիրք կարդալու արդեն մշակույթը արդիճանաբար ու ապագայում մենք պետք է անցում կատարենք շատ ավելի ուրիշ ֆորմատների, բայց դեռ աշխատում է։ Վերադառնալով ձեր հարցին, որքանով է օգնում, իհարկե օգնում է։ Այսինքն ես հիմա փողոցով որ քայլում եմ, շատ հաճախ տեսնում մարդիկ մոտենում են, բարևում են, մենք երբեք չենք հանդիպել, բայց ինչ-որ ես ձեր գիրքն եմ կարդացել կամ ձեր գրառումը կարդացի, իհարկե սա հաճելի է ու եթե ի սկզբանե չի արվել միայն հաճելի լինելու համար, այլ նաև ինչ-որ նպատակի պետք է ծառայի, շատ ավելի ոգևորիչ է։ Շատ լավ, ես ընթացքում հարց կար, որ ուզում էի հնչեցնել, մոռացա, հիմա վերհիշեցի հարցը։ Ես նկատել եմ, որ բիզնեսներ կան, որոնք ոչ թե պարզապես բրենդավորում են իրենց բիզնեսը, այլ սկսում են բիզնեսի մաս կազմող անհատներին, աշխատակիցներին այդ անձնային բրենդինգի ճանապարհով տանել։ Որ տարբերակն է ավելի ընդունված, առհասարակ եւ ավելի աշխատող։ Քեզ բնորոշ խելացի հարց։ Ուրեմն սեմինարների ժամանակ շատ հաճախ այդ հարցը մի փոքր այլ տոնանությամբ տալիս են կամ ձևակերպամբ, օրինակ մի փոքր փոխեմ, շեշտադրում անել բիզնեսի սեփականատիրոջ կամ տնօրենի անձնային բրենդի վրա, թե ընկերության edge-ի վրա կամ ընկերության edge, թե աշխատակիցների, ինչպես նշեցիք։ Իրականում հարցը կարելի ասել սխալ ձևակերպված է այն տրամաբանության մեջ, որ
մենք ոչ թե պետք է ընտրենք կամի մեջ, այլ եւ, այսինքն մենք պետք է մոտենանք էկո համակարգի տրամաբանության մեջ։ Դեպի ռեսուրսները չեն բավականացնում կամի մեջ են ընտրությունը։ Միգուցե, բայց խելացի մոտեցումը հետեւյալն է, որ առաջի շերտը, այսպես ասած, առաջը մարտիկը դա ընկերության top management-ն է, ցանկալի է, որ շատ լավ ներկայացված լինի։ Երկրորդ շերտը աշխատակիցներն են, թիմն է, երրորդ շերտը նոր ընկերության էջն է։ Երբ որ համակարգված այս աշխատանքը կազմակերպվում է թիմային, որ ինչ գրառում է կատարում հիմնադիրը, ինչպես են դրան արձագանքում աշխատակիցները, եւ կամ ինչ գրառում է կատարում էջով, ինչպես են ընկերության նկատի ունեմ, ու աշխատակիցները ինչպես են դրա հետ փոխազդեցության մեջ մտնում մեկնաբանության, կիսվելու տեսքով կամ ընկերության հիմնադիրը, այս երանգյունի շատ հրաշալի կերպով աշխատում է, այդ մասին խոսում նաև գրքում, որովհետև միայնակ ցանկացած շերտի դեպքում ինքը բարդ է, բայց զուտ պատկերացման համար անձնային էջը 8 անգամ ավելի մեծ հասանելիություն reach է ունենում, քան կորպորատիվ էջը։ Եթե ամեն դեպքում ընտրություն պետք է կատարեք ավելի լավ է։ Ինչու, որովհետև կարծում եմ մարդն է հետաքրքիր այդ սկզբունքով։ Շնորհակալ եմ ձեզ զրույցի համար։ Ինչ ունեք հավելելու կամ ինչ որ խոսք, որ այցելուներին կուզեք ասել մինչև գրքի հրատարակումը։ Պարզապես կհրավիրեմ շնորհանդեսին փետրվարի 7-ին Դվին Music Hall ժամը 14:00 ներկա գտնվել մեծ միջոցառմանը, որտեղ ես կխոսեմ LinkedIn-ի կարևորության, հայկական LinkedIn-ի մասին, որոշակի ինտերակտիվ տարերով եւ հնարավորություն կունենանք գիրքը տեղում ձեռք բերել, միասին զրուցել, այդպես։ Շնորհակալ եմ ձեզ։ Իսկ մեզ լսողներին եւ դիտողներին եւս մեկ անգամ հիշեցնեմ, որ գործարար եւ 3 գրքերի հեղինակ արդեն Գոռ Կարապետյանն էր Թարմուղեղով իմ զրուցակիցը, մենք կհանդիպենք, լավ եղեք։